Անդրադառնանք Երևանի տրանսպորտի սպասարկման էլեկտրոնային վճարման քարտերի վրա, որ նա այս մեր քաղաքապետի թայֆայի այդպես վիզ դնոցին, որ ասենց անպայման քարտային ու այս էլեկտրոնային վճարման վրա անցկացրին, անցած տարի նոյեմբերի 1-ով սարքի մենակ այդ կասովի ապարատները 100 դրամանոց փող չունեն դա ծախսելու, այնց ապարատ դնեն, որ ամեն տեսակ կոպեկ վերցնի, հետո սարքին մենակ փետրվարի 1-ով քարտով ու թղթի տոմսով, հետո տենց էս ամառվանից կարծեմ օգոստոսի 1-ով այդ վերացին այդ թղթային միանգամվա տոմսերը, բայց որն է, որ իրենք տենց վիզ են դրել, որ մենակ էլեկտրոնային վճարում լինի։ Բանը նրանում է, որ էլեկտրոնային վճարումով 7%, 3.5% Telcel-ն է տանում, 3.5% Գերզոյի բանկը։ Իրենք վիզ են դրել Գերզոյի բանկի ու Telcel-ի, որը որ ասեկոսներ, նաև Գերզոն բացի իր բանկով փայտեր ունի ցանկացած էլեկտրոնային փոխանցում մեր երկրում 3.5% բանկերը պահում են։ Եթե մենք քարտով վճարում ենք անում, կոնկրետ տրանսպորտի պարագայում 20 դրամ տոմսի գնից տանում է 3.5%-ը Telcel-ին, 3.5%-ը Գերզոյի բանկին։ Դրանք վիզ են դրել, որ տանեն։ Վերացրին այդ 100 դրամանոց սարքին մենակ 100 դրամանոց վարորդներն էլ չեն թվում անել վերցնեն սարքին թղթային տոմսեր, հետո սարքին մենակ էլեկտրոնային օգոստոսի 1-ով։ Այսինքն ցանկացած տոմսից 150 դրամ տոմսից 20 դրամը գնում է այդ Գերզոյի բանկին ու Telcel-ին։ Դա համակարգված թարան կողոպուտ է։ Երկրորդ ամենակարևոր հարցը դա տրանսպորտային չվերթներն է, այդ պարբերականությունը ավտոբուսների երթի գծեր կան, եթե 5-ից 7 րոպե, 10 րոպե պետք է պարբերականությունը լինի, պիկ ժամերին ավելի հաճախ, ոչ պիկ ժամերին մի քիչ ինտերվալը շատ է, 15-20 րոպե։ Երթուղիներ կան, որ ավելի շատ է սպասում 20 րոպե, կես ժամ, 40 րոպե։ Իրենք ներկայացնում են, որ դա տրանսպորտա ավտոբուսա փչանում է։ Մի տարվա, երկու տարվա ավտոբուսները փչանալը որը սա, այդ ինչ ժեղ է կարել։ Մենք չենք անդրադառնում, թե ինչ ֆիրմայից է կարել, ինչ ավտոբուսով, ինչ գնով, այդ գնման մեջ ինչքան եք լափել, չենք անդրադառնում այդ վարկերը ումից եք վերցրել, ինչ տոկոսներով եք, գումարների մեջով ինչքան եք լափել, ժեղ է կարել։ Տիգրան Ավինյանը շեշտում է, որ մի ավտոբուսի օրական ծախսը 85,000 դրամ է։ 85,000 դրամ, դա եթե 100 դրամանոցի բանով հաշվենք, 850 մարդ մի ավտոբուսի գծի մեջ օգտվում է, բա դրա օգուտը ո՞րն է։ Դե պնդում են, որ 150 դրամ ենք սարքել, որ ծախսերը հանենք։ Հələ գոհ եղեք, որ 500 դրամ չեք սարքել, 100 ձեզ ընդառաջել ենք 150 դրամ, ու վիզ դրած սարքին էլեկտրոնային վճարումն է, որ ամեն տոմսից 20 դրամ գնա Գերզոյի բանկին, 20 դրամ գնա Telcel-ին։ Հետո դա համակարգված թարան կողոպուտ է։ Դա իմ սուվերեն է, ցանկացած հայ քաղաքացու սուվերեն իրավունքն է։ Կուզեմ կանխիկ կվճարեմ, կուզեմ ավտոբուսի քարտ կառնեմ, կուզեմ բանկային քարտ կառնեմ, ինձ խեք համարակում դա ոտնձգությունը մարդկային իրավունքն է առաջի հերթին, երկրորդ հերթին 20 դրամ խեք պետք է ավտոբուսի տոմսի գնից վճարենք ինչ-որ Telcel-ի կամ Գերզոյի բանկի բարեկեցության ու զարգացման համար։ Հələ չհաշված, որ քաղաքապետարանի ցանկացած իր փոխանցումները Գերզոյի բանկով անում, որ ամեն մի փոխանցումից տոկոս են պահում։ Մինչև 3.5%։ Գերզոյին հարստացնում ենք, հələ սպասարկման փող այսօրն է, օֆիցիալի Գերզոյին հարստացնում ենք։ Դա համակարգված տարան կողոպուտ է։ Նոր ավտոբուսներ են առել, 700 ավտոբուս կար, մինչև այս տարվա վերջ էլի մի 150-ը կգա, եկող տարի 170-ի կարգի կգա, այսինքն շուրջ 100,000 ավտոբուս առել են ու փաստորեն ժեղ է, մի տարվա, երկու տարվա ավտոբուսներ են, ժեղ են կապուտ գազելները, որ 19-20 թվից սկսեցին երթուղի հելնել, մի քանի ամսից փչանում էին, բայց այդ գազելի գինը 45-65,000 $, հետ ինչ ժեղ զիբիլ է կարել, ինչա ռուսական արտադրությունն է, ռուսին պիտի օգնեն, առանց ռուսի կյանք չկա, այդ սա մաքրման այդ բեռնատարները էլի ռուսական կամազներ են առել, փոխանակ համ ռուսական առնեն, համ եվրոպական, համ ճապոնական, համ չինական, որպեսզի մի կողմից կախվածություն չունենան, դա մենակ ռուսական, դա հարցային գներով ոնց է, եթե ավանտյուրայի թալան կողոպուտի մեջ չեն մտնում։ Երրորդ ամենակարևոր լկտիությունն ու զավեշտը տոմսային քարտով
թե sense ավտոբուսի տոմսով, թե բանկային տոմսով, հաճախ այդ տոմսերը չի վերցնում կամ տոմսի կորուստ է լինում։ Այդ մի անգամյա թղթի տոմսերի պարագայում այդ ժամկետակ դրած, հինգ օր 3 օր սարքին, հետո 7 օրեր, հետո 10 օրեր, ոնց իրենց հարմարա սարքեցին, էլի։ Այդ կորուստը ով է փոխհատուցելու։ Ղեկ ինձնից, իմ նման հայ քաղաքացիներից փողը գողանում է։ Եթե այդպեսի այդ բանկային քարտը ճպցնում են, երկու անգամ էլ տանում է, ինքը մերժում է նշում, բայց երկու անգամ էլ վերցնում է։ Եթե օրական 1000 հոգու տոմս են տանում, դա 150,000 դրամ է, որը համարժեք է $400 օրական, ամսական $12,000, տարեկան $144,000, այդ օրական 1000 տոմսի տենց կրայտ անելով մարդիկ փող են գտնում։ Ինչ պիտի անես, որ ամսական $12,000 մաքրով փող աշխատես։ Դա ընդամենը օրական 1000 հատ տոմսի տենց որ վարվում է, բայց փողը տանում են այդ պարագայումից կանենք ասենք հանգիստ, որ ոչ թե դա օրական 1000 տոմս է, այլ օրական 10,000 տոմս կարող լինի, այսինքն մարդիկ ամսական $144,000 օդից փող են բռնում, հա, ու դրա պատասխանով է տալու։ Մենք բժշկության, կրթության բանակին եկած ծախսեր ունենք, մշակութային արժեքների թատրոն, թանգարան, դպրոց, մանկապարտեզներ, ինչ որ մի հատ կոդել մեզնից գողանում է, պրոստը էլեկտրոնային վճարում ամեն մի տոմսից 20 դրամ, դա այն պարագայում, երբ որ ավտոբուսի պարկը վառելիքը ձեռքա բերում, բենզակալոնքից կես գնով, եթե բենզակալոնքում 500 դրամ է, իրենք գնում են 250 դրամով։ Դա նոր ավտոբուսներ է, մի տարվա երկու տարվա մարդիկ ասում են փչանում է։ Այդ ինչ ժեղ է կառել, ինչ գնով է կառել։ Օրական 85,000 դրամ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ մի ավտոբուսի ծախսն է։ Դա տարեկան մոտ $100,000 է անում։ Մենակ ավտոբուսի ծախսը այդ գնով իրենք ավտոբուս են առել, բա ճոկուտ եք ստանում։ Տակ եք տալի։ Սա մինուսով է, այդ դեպքում խեք մեր փողերով տենց 100 միլիոնավոր դոլարների թալան իրականացնում, elə մի քանի 100 միլիոն դոլարի մեծ վարկային բեռի տակ գցում, elə մենք չգիտենք ումից են վերցել, ինչ վարկային տոկոսներով, ինչ որ մի հատ ժեղ կոոպերատիվից ավտոբուսներ եք գնել ու մեզ գցել եք սենց մի քանի 100 միլիոն դոլարի քաոսի բանի մեջ, ապականության մեջ։ Մենք դպրոցներ ունենք, կրթական համակարգ ունենք, բժշկական համակարգ ունենք, բանակ ունենք, որը բոլորը միասին մեկի թերությունը մյուսի ոչ լիարժեք գործելու արդյունք է տալի։ Ու մարդիկ ցենց ճպճպացնելով նայում են։ Բաշար օգտագործի գնացեք Բաքվի տրանսպորտային հանգույցը ձեզնով արեք ու ինչքան ուզում եք թալանեք։ Այդ դեպքում ասենք գորշ շնորհակալ Բաշար օգտագործեք, մենք այդ ձեր նկարները եկեղեցիներում կդնենք, եկեղեցի չէ, դա չափազանցի ձեր պատվի մոմեր կվառենք եկեղեցիներում, նկարները փոստներում կդնենք, ազգերս կֆրֆրակ։ Իսկ քանի որ մեր երկրում, մեր քաղաքում եք անում, չգիտեմ իրենց համար հաստատեսի մեր հայրենիքը իրենց երկիրը չի։ Իրենք Բաքվի Ալիևի շանս սիրուհիներն են ու Պուտինի շանս սիրուհիներն են բարձվում ուղղակի իմաստով։ Եթե դա իրենց սեփական գործը չի, անձնական գումարները չի, դրա համար մենք ազգովի վճարում ենք, ազգովի այդ տոկոսները, որ վարկ են վերցել, մենք ենք մարելու, ինչպես նաև գումարը այդ պրավալների համար։ Մենք ենք վճարելու, իրենք չեն վճարում, գումարած ամեն էլեկտրոնային վճարումից 3.5% գարցոն է կրայտ անում, տեքսելն են կրայտ անում, եւս 3.5%, ու սենց էլ ապրում ենք։